Անտարկտիդայից պոկվել է մինչ այժմ գրանցված ամենամեծ այսբերգներից մեկը։ Այն ունի մոտ 6000 քառակուսի կիլոմետր մակերես։ Պատկերացնելու համար ասենք, որ այն Լեռնային Ղարաբաղի մոտավորապես կես տարածքն ունի։ Գիտնականները երկար ժամանակ էին հետևում այս հատվածին, քանի որ հաշվարկները արդեն մեկ տասնամյակ առաջ էին ցույց տվել, որ այն մի օր պիտի ճաք տար եւ անջատվեր։ Անջատման ընթացքը ավելի էր արագացել 2014 թվականից։ Այս հսկան շատ արագ չի հեռանա մայրցամաքից իր չափսերի եւ հաստության պատճառով։ Այսբերգի հաստությունը 200 մետր է, սակայն ջրի հոսանքն ու քամին նրան ի վերջո կքշեն դեպի Անտարկտիդայի հյուսիս, որտեղ կդառնա մեծ խնդիր նավագնացության համար։ Ամերիկայի տիեզերական հետազոտությունների գործակալությանը պատկանող ԱԿՎԱ անվանումը կրող արհեստական արբանյակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այստեղ ջուրը ավելի տաք է, քան սառույցն ու օդը։ Դա է հսկա սառցե անջատման պատճառը։ Անտարկտիդայից անջատված կտորը այլևս համարվում է այսբերգ եւ կրում Լարսեն անվանումը։ Այն պատմության մեջ գրանցված 10 ամենամեծ այսբերգների շարքում է։ Որևէ արբանյակի կողմից գրանցված ամենամեծ բեկորը Անտարկտիդայից անջատվել է 2000 թվականին, ունենալով 11000 քառակուսի կիլոմետր տարածք։ Դրանից 6 տարի անց դրա բեկորները հասել էին Նոր Զելանդիա։ Ավելի վաղ 1956 թվականին ամերիկյան ռազմածովային ուժերին պատկանող մի սառցեհատնավ գրանցել էր հսկա մի մարմին 32000 քառակուսի կիլոմետր մակերեսով, այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքից մեծ, սակայն այն ժամանակ չկային նման փաստերը ապացուցելու համար արբանյակներ։ Ըստ գիտնականների Լարսենը ի վերջո փոքր հատվածների բաժանվելով մի օր կհասնի Ատլանտյան օվկիանոսի հարավային հատվածներ ու վերջնականապես կխառնվի համաշխարհային օվկիանոսի ջրերին եւ կանցնի պատմության գիրկը, հավանաբար որպես համաշխարհային ջերմացման զոհ։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։